Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր սեպտեմբերի 29։ Լայնացած սիրտը։ Ավետարանիչներ Ջորջ Ուայլդֆիլդը և Ջոն Ուեսլին պատմության մեծագույն քարոզիչներից էին։ Նրանք քարոզեցին հազարավոր մարդկանց փողոցներում, այգիներում և բանտերում, և նրանց ծառայության միջոցով շատերը դարձի եկան դեպի Քրիստոս։ Սակայն որոշ պահի երկու տղամարդկանց միջև վարդապետական վեճ առաջացավ այն մասին, թե ինչպես է մարդը սրբացվում։ Երկու վարդապետական խմբերն էլ վճռականորեն պաշտպանեցին իրենց դիրքորոշումները և փոխանակվեցին կոպիտ խոսքերով, որոնց ընթացքում երկու տղամարդկանց հետևորդներն էլ անպատշաճ կերպով վիճեցին։ Մի օր Ուայլդֆիլդի հետևորդներից մեկը մոտեցավ նրան և հարցրեց. «Կտեսնենք արդյոք Ջոն Ուեսլիին դրախտում»։ Նա իրականում հարցնում էր. ինչպես կարող է Ուեսլին փրկվել, եթե նա քարոզում է նման հերետիկոսություններ։ Ուայլդֆիլդը պատասխանեց. «Ոչ, մենք հավանաբար չենք տեսնի Ջոն Ուեսլիին երկնքում, նա այնքան բարձր կլինի Քրիստոսի գահին մոտ, այնքան մոտ Տիրոջը, որ մենք չենք կարողանա տեսնել նրան»։ Պողոսը այս տեսակի ոգին անվանեց սրտի լայնացում։ Նա ինքն էլ ուներ այն, երբ գրում էր Կորինթացիներին, մի եկեղեցի, որտեղ ոմանք նրան մեղադրում էին դաժանության մեջ և ծաղրում նրա քարոզչությունը։ Պողոսը վստահեցրեց նրանց. «Մեր բերանը բացված է դեպի ձեզ, ով Կորինթացիներ, մեր սիրտը լայնացած է»։ 2 Կորինթացիս 6:11 խոսք։ Երբ Աստված լայնացնում է ձեր սիրտը, շատ սահմանափակումներ և խոչընդոտներ հանկարծակի անհետանում են։ Դուք այլևս աշխարհը նեղ ոսպնյակի միջով չեք տեսնում, փոխարենը ձեր մեջ արթնանում է կարեկցանքը, առաջնորդվելով Սուրբ Հոգով նրանց հանդեպ, ովքեր տառապում են, և մղվում եք նրա զորությամբ։ Այսպիսով, արդյոք բարի սիրտ ունեք, երբ տեսնում եք մարդկանց տառապանքները, երբ տեսնում եք եղբոր, որը մեղքի մեջ է ընկել կամ որոշ խնդիրներ ունի, գայթակղվում եք նրան ասել, թե ինչն է սխալ նրա կյանքում։ Պողոսն ասում է, որ մեր շրջապատի տառապող մարդիկ պետք է նորոգվեն խոնարհության և բարության ոգով։ Թող բոլոր տառապող մարդիկ մեզանում գտնեն այն ոգին, որը Տեր Հիսուսը ցուցաբերեց, և թող մեր կարեկցանքը նրանց նկատմամբ ավելի ու ավելի մեծանա։ Սա է սրտի լայնացումը։